Հուսիների իրականացրած հարյուրավոր հարձակումները համակարգում է Իրանը, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Հուսիների արձակած ցանկացած կրակոց այս պահին կդիտարկվի որպես Իրանի ղեկավարության եւ Իրանի զենքից արձակված։ Եվ Իրանն է պատասխանատվությունն ու հետևանքները կրելու, որոնք սարսափելի կլինեն, ասել է Միացյալ Նահանգները։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի առաջնորդ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը հայտարարել է, որ նախատեսում են ստորագրել գործակցության մի շարք փաստաթղթեր, այդ թվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ Հունգարիան չի աջակցում Ուկրաինային առնվազն 20 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու ԵՄ առաջարկին եւ չի մասնակցի դրան, հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիատրոն։ Եվրամիությունն ուսումնասիրում է Ազատություն ռադիոկայանի ֆինանսավորումը ստանձնելու հնարավորությունը, սակայն դա ինքնաբերաբար տեղի չի ունենա։ Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Եվրամիության երկրները կշարունակեն աջակցել Սիրիայի նոր ղեկավարությանը եւ ֆինանսական օգնության եւ պատժամիջոցները չեղյալ համարելու միջոցով, չնայած բռնության աճին, որը սպառնում է երկրի կայունությանը, հայտարարել են դաշինքի արտաքին գործերի նախարարները։ Ռուսաստանը համոզված է Մոսկվայի հետ բազմակողմ գործակցությունը շարունակելու եւ դաշնակցային հարաբերություններ կառուցելու Ադրբեջանի վճռականության մեջ, հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Մենք բացարձակապես հստակ հավաստիացում ստացանք Ուկրաինայի հետ բազմակողմ գործակցությունը շարունակելու Ադրբեջանի մտադրության մասին։ Մենք բաց խոսեցինք ազնիվ, քննարկեցինք այսօրվա օրակարգի արդիական հարցերը, նշել է Մատվիենկոն։ Միխայել Սաակաշվիլին սահմանը ապօրինի հատելու համար դատապարտվել է եւս 4.5 տարվա ազատազրկման։ Դատավորն այս ժամկետը ավելացրել է Սաակաշվիլիի 8 տարվա ազատազրկմանը, որին դատապարտվել էր անցյալ շաբաթ բյուջետային միջոցների խոշոր չափի յուրացման համար։ Այսպիսով Սաակաշվիլին բանտում կացկացնի 12 տարի 6 ամիս։ Ազատազրկման ժամկետը կհաշվարկվի ձերբակալման պահից 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։